Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, տաղավարում հյուրընկալել եմ Պաշտպան հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի եւ հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել պարոն Սաֆարյանին։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ, որ Նոյան Տապանի տաղավարում եք։ Նմանապես ես։ Բնականաբար պետք է անդրադառնանք առաջին հերթին Գյումրի եւ Փարաքարի ընտրություններին ձեր գնահատականը համոզված եմ, որ հետևել եք թե նախընտրական քարոզարշավին, թե ընտրական բուն գործընթացին եւ ընդհանրապես արդյունքներից գոհ եք թե գոհ չեք։ Բնականաբար, ինչպես ասում են, մեր ժողովուրդը ունի այսպես կրկես գնալու թամաշա անելու մի բնածին հատկանիշ եւ վերջին 10-15 օրվա թիվ 1 խնդիրը հուզող մեր հասարակության մեջ, մեր ժողովրդին տեղական ինքնակառավարման մարմինների այն երկու տարածքներում կայացած ընտրություններն են Գյումրիում եւ Փարաքարում, որը հուզում է մեր ժողովրդին։ Եթե Փարաքարում կարելի է համարել նորմալ ընտրություններ, եթե Փարաքարում կարելի է համարել ընտրություններ, այսպես կոչված եմ ասում, զուտ տեղական մակարդակով, տեղական ինքնակառավարման առումով, տեղական տարածքային շահերի, բնակչության տարբեր խնդիրների լուծման, չլուծման, ընդառաջ գնալու ժողովրդին այդ առումով ես համարում եմ կայացած ընտրություններ։ Առավել ևս ընտրությունները Փարաքարի տարածքում եղել են թափանցիկ, մաքուր, եւ պիտի ասեմ, ինչքանով ես տեղյակ եմ, իրազեկված եմ, երկու կողմերից կարելի ասել այդպիսի, ինչպես ասում են, ճչացող, աղաղակող անարդարություններ կամ ասենք այլ կարգի անարդար դրսևորումներ չեն եղել, առավել ևս իշխանական լծակները կամ վարչական ներուժը չի օգտագործվել։ Տեսեք, ես ուզում եմ մի սենց նորույթ բացահայտեմ։ 2 ամիս առաջ, երբ որ խոսքը գնում էր Փարաքարում կայանալիք ընտրությունների մասին, քանի որ դուք լավ գիտեք, ես ունեմ որոշակի շրջանակների հետ լավ մարդկային հարաբերություններ, կառավարման, մարզպետ կլինի, նախարար կլինի եւ այլը, իրենք դեռևս ունեին ներքին անթաքույց վրդովմունք, անհանգստություն, տագնապ, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի դիրքերը խախոտ են, երերուն են, որ Վալոդիա Գրիգորյանը մեկնարկային, ստարտային առումով ունի առավելություն։ Սա իրենք չէին թաքցնում, ասում էին։ Ես հորդորեցի իրենց, որ դա այդպես էլ պիտի լիներ, որովհետև արդեն չինովնիկական ապարատի հարյուրավոր մարդկանց մեջ արդեն տեղի է ունենում ներքին կոռոզիա, տեղի է ունենում ժանգի արագ ձևով տարածում, եւ չինովնիկական առումով, եւ քաշքշոցների առումով, եւ գործից չհասկանալու առումով, եւ խնդիրներին անուշադրություն մատնելու, արամարելու առումով, տեսեք, առնվազն կային Փարաքարի տարածքում նկատի ունեմ խոշորացված համայնքը, որը ընդգրկում է 8 գյուղեր, սկսած Պտղունքից մինչև Մերձավան այգեք, առնվազն կային լուրջ խնդիրներ, առողջապահական, կրթական, հարկային, տարբեր կարգի, կադաստրի հետ կապված, տեղական գույքերի հետ կապված, տասնյակ խնդիրներ, դպրոցների հետ կապված, որը պիտի բերեր հասցներ սրան։ Գիտեք, միայն ասֆալտ անելով, ասֆալտ փռելով ցույց տալ, որ մենք գործ ենք անում կամ դպրոց վերանորոգելով, այլևս հնարավոր չէ։ Այլևս չեմ խոսում քաղաքական այն պոռոտախոս երևույթների մասին, նախկինները եւ այլը։ Սա այդ էջը փակում ենք։ Եթե նախկինները այսօր կան, ապա նախկինների ամենամեծ մեղավորը այսօրվա իշխանություններն են։ Թիվ 1 մեծ մեղավորը։ Եվ ես պիտի ասեմ, որ ես շատ լավ ձևով վերաբերվեցի այդ մարդկանց, պատասխանատու մարդկանց մտքերին, որոնք մենք միասին կիսվել էինք, որ ասացին, որ
Լուդվիգ Գյուլնազարյանի հնարավորությունները հաղթանակի առումով, հաջողության հասնելու առումով հաղթանակ չասեմ քիչ են։ Վալոդիա Գրիգորյանի հնարավորությունները ավելի շատ են։ Գիտեք, անմազգաններ չեմ ուզում տամ, որովհետև դրա կարիքը չկա։ Եվ տեղի ունեցավ այն, ինչ որ պիտի լիներ, ինչ որ սպասվում էր, այդ էլ տեղի ունեցավ։ Հիմա ես կարծում եմ սրանից պիտի ԿՊ կուսակցություն ասեմ, թե կառավարություն ասեմ, պետք է ուղիղ 180 աստիճանով, ոչ թե 178 աստիճանով, այլ ուղիղ 180 աստիճանով շրջադարձ պիտի կատարի, պիտի անպայման շուռ գա դեպի մեր ժողովուրդը։ Դրա մեջ մտնում է եւ հարկային բեռի թեթևացումը, դրա մեջ մտնում է տեղական ինքնակառավարումը, դրա մեջ մտնում է աղոճապահական խնդիրները, դրա մեջ մտնում է այն տասնյակ հազարավոր խոստումները, որոնք տվել են, բայց մնացել են ձայն բարբարով հանապատի կամ մեղմ ասած թղթի վրա։ Եվ դրա մեջ մտնում է հատկապես պետական ապարատի համանքային աշխատողների ոչ շնորհակալ, ոչ մարդկային պահվածքը, ոչ իրավաչափ պետական աշխատողին հարիր պահվածքը, որը գիտեք, մեծ մասը անցնում է քաղծառայողի մրցույթով, մի մասն էլ անցնում է ոչ քաղծառայողի, այլ ասենք նշանակովի պաշտոններում, ասենք հայեցակարգային, եւ եթե սրա վերաբերյալ այսօրվանից կամ չգիտեմ երկուշաբթի օրվանից չանեն, ես ասում եմ ավելի ծանր վիճակում հայտնվելու է քաղաքացիական պաշտպանությունը հանձինս իր կառավարությանը 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։ Պարոն Սաֆարյան, փաստորեն անգործություն, անպատասխանատվություն եւ պորոտախոս մեծ նկատի ունեք Մերձավանի դեպքերն էլ նպաստեցին։ Մերձավանի դեպքերի մեջ Լուդվիգ Գյուլնազարյանին ես պիտի ասեմ մեղադրել դա սխալ է, բայց անպայման եւ տեղական իշխանության եւ իրավապահ մարմինների կողմից եւ առհասարակ իմանալով որ կա այդ թանջուկը խորքային, այսպես ասած հյուսվածքներ, մետաստազներ ուներ քրեական տարերը, դրա արչևը պիտի վաղուց արչևը փակած լինեին։ Բայց ունեցանք այն ինչ մարդկային զոհ, ունեցանք անիշխանության երևույթներ, ունեցանք կենտրոնական իշխանության թուլություն, ունեցանք բազում խոստումներ, ունեցանք այսպես կոչված ոչ մասնագիտական, ոչ պրոֆեսիոնալ կառավարում տեղական ինքնակառավարման առումով։ Ինչքան էլ այդ օրը լծված լինեի մարզպետը, տարածքային կառավարման նախարարը, որը նախկին մարզպետներ եւ սոցիալական ծառայության իհարկե փոխանակ ամիսներ շարունակ օգտագործեին իրենց լծակները սոցիալական ոլորտում, կրթական ոլորտում, առողջապահական ոլորտում ընթരാճ գնային մարդկանց, այդ չինովնիկական բազմաթիվ քաշքշոցների դեմը առնեն, այդ ցինիկ ամբարտավան պահվածքը աշխատակիցների, այդպես էլ պիտի լիներ։ Դա ես պիտի ասեմ, պատճառահետևանքային կապով ուղիղ տրամաբանական արդյունք ունեցավ։ Այսինքն իրենք նպաստեցին հենց իրենց պահվածքով եւ ամեն ինչ։ Այո, շատ-շատերը եւ ես պիտի ասեմ, ափսոսում եմ, որ կան մարդիկ եւ այսօր էլ կան այնտեղ մարդիկ, հենց իշխող վերնախավը, որոնք շատ ծանր են տանում, բայց իրենք նախապես ունեին այդ տագնապը եւ ներքին մտահոգությունը եւ անհանգստությունը։ Եվ աշխատելու հնարավորությունը, այո, իհարկե։ Գալու Գյումրիին, գիտեք, ինքը Գյումրին, ես ինչքան որ տեղյակ եմ, ասենք, վերջին հաշվով ես փորձված մարդ եմ, հասուն տարիքի մարդ եմ, ինչքան որ տեղյակ եմ, Գյումրիում ես պիտի մի քիչ մեղմ ասեմ, որպեսզի եթե մի քիչ էլ այսպես ասած բառապաշարից դուրս խոսքեր ասեմ, ես գյումրեցիներից նախապես ներողություն եմ խնդրում, բայց ստիպված եմ ասելու, որովհետև այդպես էլ կա։ Գյումրին ունի իր ավանդույթները, որոնք ձևավորվել են տասնամյակներով կամ ավելի շատ հարյուրամյակներով։ Գյումրիում կան այսպես կոչված ավանդական բարքեր, ասենք թաղային։ Նույնն էլ կար մեր իմ հարևան Ճարտար գյուղում, ես իմ հայրենի, ասում եմ հարևան։ Ես ձեզ որ ասեմ 90-ական թվականներին կամ 2021-րդ դարի սկզբին Ճարտարում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այնպիսի մարդիկ են հաղթել, որոնք եղել են դասալիկներ,
որոնք փախել են պատերազմի ժամանակ։ Եվ այնպիսի մարդիկ, արժանի մարդիկ չեն ընտրվել Արցախի ազգային ժողովի падգամավոր կամ տեղական ինքնակառավարման, որը զավեշտի, սարկազմի դաշտից է։ Արդյունքն էլ եղավ։ Արդյունքն եղավ այ բանից մենք նույնիսկ ես ասեմ 2000-ականների սկզբներին արդեն այսպիսի մարդիկ, դավաճանները, դասալիկները այ պանքով էին խոսում այն մարդկանց մասին, որոնք 5 անգամ վիրավորվել են եւ զենքը ձեռքերին պայքարել են Արցախի հանուն Արցախի անկախության եւ ազատության։ Գյումրին ունի իր ավանդական, այսպես ասած, մոտեցումները ընտրությունների համապետական թե տեղական ինքնակառավարման այս ընտրությունների հանդեպ։ Տեսեք, Թուրքի մայլա, որտեղից Մարտուն Գրիգորյանն է, Սլաբոդկա, որտեղից նախկին քաղաքապետ տխրահարչակ Վարդան Ղուկասյանն է, Գծի մայլա, բարակներ, չգիտեմ, Բոշի մայլա, եւ այս հիմա էլ կան նոր թաղամասեր, Ձիթողցոնց թաղամաս, հիմա էլ կան նոր թաղամասեր, ասենք Մուշ թաղամասը, որը նոր է կառուցվել երկրաշարժից հետո կամ ավստրիականը։ Եվ մարդիկ առաջնորդվում են նեղ խմբակային թայֆայական թաղային շահերով։ Ես ինքս իմ համար զարմանալի է, ինչպես կարող էր քրեացին, ամբողջ քրեական մշակույթի իր մեջ ներառած մարդը լինել կոմունիստական կուսակցության թեկնածուն։ Դա խոսում է այն մասին, որ Վարդան Ղուկասյանը նվազագույնը կաշառել է կամ շահագրգռել է կոմունիստական կուսակցության անդամներին, որոնց համար դա սովորական նորմա է, ապրելաձև է եւ դարձել է նրանց թեկնածուն։ Ինչպես կարող է նա լինելով աթեիստ եւ կոմունիստական կուսակցությունը եւ պաշտպանի մի մարդու, որը կարծեք թե աստվածապաշտ է կամ չգիտեմ աստվածավախ է, որը դա էլ կեղծ է։ Դե որովհետեւ մեր երկրում օլիգարխները, միլիարդատերերը, էժան ճանապարհով, հեշտ ճանապարհով հարստացածները, մարդասպանները կառուցում են եկեղեցիներ եւ ասում են մենք բարեգործներ ենք։ Մարդասպանները Եվ բացի դրանից էլ ընտրություններից հետո էլ մի քիչ առաջանցնեմ ասեմ, թեմի առաջնորդը հայտարարում է, անունը չեմ էլ ուզում տալ, որովհետև զզվում եմ ես պարզապես։ Թեմի առաջնորդը հայտարարում է, որ ես պատրաստ եմ միջնորդ լինելու։ Ընկեր, դուք եկեղեցաշինարարությամբ զբաղվի։ Դու ինչ գործ ունես կոմունիստական կուսակցության հետ եւ քրեացին ներկայացուցի հետ, քրեացին թեկնածուի հետ։ Ավելի լավ է դու քո Գյումրիում հայ եկեղեցին զբաղված է պետականության քանդման գործընթացով։ Դա ձեր գնահատականն է։ Ոչ, դա ես ասում եմ 100%-ով։ Խնդիրը չի լինի վարչապետը Նիկոլը կլինի կամ ՔՊ-ն կլինի իշխանության, ներկայումս հայ եկեղեցին թողած իր գործերը, թողած եկեղեցաշինարարությունը, թողած ժողովրդին հոգևոր դաստիարակության խնդիրները զբաղված է պետականաքանդությամբ եւ դավադրությամբ։ Մեկ այլ բան, ես Ռուսաստանից ներդրումներ կբերեմ 102-րդ բազան եւ այլ։ Նույն օր իրավապահ մարմինները պիտի այդ տեխնացուի հանդեպ հարուցեն քրեական գործ ու ձերբակալեն, որովհետեւ դա մեր պետության շահերին դեմ է։ Դա գնում է նրան, որ տեղի է ունենում պետության դեմ դավադրություն։ Այլ բաներ են հայտարարում, գիտեք, մենք կգնանք նրանց մոտ Ուղղաթիռով կամ Ուղղաթիռով Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը հարուցված են, դա այնպես չի, որ Վարդան Ղուկասյանը հստանալու Ուղղաթիռով Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունն էլ գնաց ռուսական ռազմաբազա ուղղաթիռով եւ որ պիտի գար Երևան եւ տեսանք ինչ ճակատագիր էր դրանց սպասում։ Այո, Վարդան Ղուկասյանի հանդեպ կան հարուցված քրեական գործեր եւ այդ քրեական գործերը մինչեւ վերջին շունչը պիտի առաջ տարվի իրավապահ մարմինների կողմից, դատախազության, ոստիկանության, ԱԱԾ-ի, չգիտեմ, որոնք ընդգրկված են եւ դա պիտի արվի հավուր պատշաճի եւ արդարության տարին ու ոգուն համապատասխան։ Գալով նրան, թե Մարտուն Գրիգորյանը, թե այդ Սերժի ու չգիտեմ իր փեսայի տեխնացու կա մեկը այդ խոսափողը այդ Մխիթարյան, հա, եւ միասնական տեխնացուն, որը էլի ձայները հավաքել եւ այլը, գիտեք, նրանք օր առաջ քնում վեր են կենում, որպեսզի տապալեն օրվա իշխանությունը։ Նրանք զբաղված են ռևանշիստական Գյումրիի համար չէին։ Այո։ Ես ասեմ, իմիջիալոց իմ կարծիքը ասեմ, որ եթե այս ընտրություններում երկու տեխնացու
իրենց պահել են մարդավայել եւ աշխատել են գոնե չխախտեն այդ սկզբունքները ընտրությունների հետ կապված կարգու կանոնը, մարդկային նորմերը եւ այլ, ապա դա Սարիկ Մինասյանն եղել եւ ուրեմն Լևոն Բարսեղյանը։ Միայն այդ երկուսը։ Լևոն Բարսեղյանը ինչու չկարողացավ Տեսեք, հավաքել միավորներ։ ես ասեմ հետեւյալը։ Իրանք օթերով են թռնում։ Այս Եվրաքվե կամ Եվրոմիությանը եւ այլը ուղղությունը եւ այլը ինքը ինչ որտեղ ողջունելի է, բայց ես պիտի ասեմ դա դեռևս շատ խախուտ է հողի մեջ գետնի վրա նրանք չունեն ոչ գետնի վրա նրանք չունեն այն հնարավորությունները եւ այդ խոստումներն էլ հավուր պատշատի համոզմունք չի առաջացնում մեր ժողովրդի մեջ նույնն էլ դա լինելու է եթե դուք համոզված ես հիմա այն գլխանցը ձեզ ասում եմ կներեք ի սկզբանե ի վերուստ ասում եմ որ 300,000 մարդ չի գնա քվեարկի Եվրոմիությանը միանալու համար քանի որ այդ շարժումը իր ներկայացուցիչներով ի վիճակի չի տանելու հանգեցնելու վերջնական հաջողության բացի դրանից էլ ասացի որ Գյումրիում ավելի շատ ինչ մթնոլորտ էր տիրում քրյացին մթնոլորտ էր տիրում տեսեք նախկին մարդասպանը Էլի մարդասպանն է, ապա այդ մարդասպանի տեղը պետք է լիներ համապատասխան։ Ասենք Գյումրին վարչապետը ասում է 400 միլիոն ապօրինի դոլարին համարժեք ապօրինի գումար մտել է տեղական ինքնակառավարման ընտրությունների շրջանառության մեջ։ Ես ուղղակի ապշում եմ վարչապետը սա փաստորեն հայտարարություն է անում, հանցավորության մասին հաղորդում է տալիս։ Դրանով պիտի անպայման զբաղվեր դատախազությունը, դրանով պիտի անպայման զբաղվեր ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը կամ եթե պաշտոնյաներ են հակակոռուպցիան կոմիտեն իր կոմպետենտության, չէ իրավասության շրջանակներում։ Ինչ ելք է լինելու Գյումրիում Քանի որ շատ կարող են խոսալ, ես ինքս էլ շատ ցածր եմ համարում իմ արժանինքներից դրա մասին գուցե շատ խոսենք, բայց հիմա հասկանանք ինչու ժողովուրդը տվեց հենց իր ձայները։ Գուցե այստեղ խնդիրը նրանում է, որ տնտեսվարողներ էին աշխատավայրեր։ Ասեմ ինչու համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն կաղում է, այլ պիտի ասեմ ոտքը կտրած է շատ հարցեր լուծելու առումով։ Սկզբունքային առումով Գյումրիի հանդեպ շատ քիչ գործ կատարեց։ Արդարադատության առումով շատ քիչ գործ կատարեց։ Սոցիալական հավասարության առումով շատ քիչ գործ կատարեց։ Եվ այս ամեն ինչը բերում է այն համոզմանը, որ կառավարությունը շատ թույլ է։ Եվ սոցիալական խնդիրների լուծման առումով եւ արդարադատության առումով։ Եվ պիտի նաեւ ես ասեմ, որ նաեւ կա նաեւ սպეციფիկ առանձնահատկություն, դե տեսեք ինքը նույն Վարդան Ղուկասյանը 2000-ական թվականներին իրեն ասում են, ինչպես ասում են, չէ, դա ծովոցնկներից էր տալիս իր գագաթնակետին էր, սակայն հիմա էլ պակաս չէ։ 8 թվականին եւ Սերժից հետո ընտրվեց եւ 13 թվականից երկու անգամ նա համապետական ընտրություններում իր խոստացածը չարեց, նույնիսկ դրա կեսը չարեց։ Նախագահական ընտրություններում եւ պատճառը այդ եղա որ նրան հանեցին այդ գործից եւ բերեցին ոչ պակաս անփառունակ Բալասանյանին եւ ես սա եմ ասում այս թայֆայական մոտեցումը Գյումրիում միշտ բուն դրած է եղել բացի դրանից ես պիտի ասեմ որ տրագեդիա սարքել չեմ կարող ասել որովհետեւ Սարիկ Մինասյանը հավաքեց ավելի քան 36% ձայն ես սա համարում եմ նորմալ Եվ հիմա ժողովրդավարություն պետք է միանալ եւ գիտեք ես չեմ ուզում գուշակություններով կամ մարգարեություններով զբաղվեմ իմ խորին համոզմամբ կամ Գյումրիում լինելու է այս ընտրությունները չեղարկվելու է կամ Սարիկ Մինասյանը կամ ԿՊ-ից որևէ տեխնացու նախկին ավականու կազմից շարունակելու է մնալ պաշտոնակատար նշանակվելու է նոր ընտրություններ Կամ հույս ունեմ, որ եւ Գրիգորյանի կողմնակիցները եւ Ղուկասյանի կողմնակիցները, որովհետեւ զարգացումները տանելու են նրան, որ անպայման կառավարությունը, ինչպես ասում են, առաջ է տանելու քրեացին կամ քրեական
գործերի այդ ամբողջ գործողությունները առաջ է տանելու, մեղադրանքները առաջադրելու շատ-շատերի հանդեպ եւ այդ ավականիների ցանկը դառնալու են ինքնուրույն լուծարվելու է, այսինքն այդ լուծարվելու է եւ նրանք գնալու են քվեարկության կամ ավականունիստին ըստ իրենց ցանկությամբ։ Եվ այստեղ է որ 4 կամ 5 քվե ստանալը Սարիկ Մինասյանի համար սարերի հետևում չի։ Սա իմ համար իմ կռահումների մեջ ավելի ընդունելի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը այն է, որ ավականին նիստ է գումարելու չի կարողանալու ընտրի քաղաքապետ, ես սա համոզված եմ ասում, դա էլ կա, եւ որը ժամանակ անց ուրեմն ավականին օրենքի ուժով լուծարվելու է։ Այլ տարբերակ չեմ պատկերացնում, ես չեմ պատկերացնում, որ Վարդան Ղուկասյանը կհավաքի 17 ձայն։ Դա բացառվում է, տեսեք, ինչքան էլ ասեմ, որ Սերժից է կախված Գյումրի ընտրություններում համանքի ղեկավարը, տեսեք, ես մի բան ասեմ, եթե սա ավելի ակնհայտ է դառնում, ապա Նիկոլի հաղթաթղթերը, կառավարության ղեկավարի Փաշինյանի հաղթաթղթերը ավելի իրատեսական եւ ավելի գործունակ են դառնում, որովհետեւ եթե մինչեւ այսօր Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն գտնում զնդանում, բանտում, չեն գտնում ճաղերի հետևում, ապա ես պիտի ասեմ, որ սա խոսում է մեր ժողովուրդը հիմա էլ ասում է կա պայմանավորվածություններ, որին ես չեմ հավատում իհարկե։ Մեկ ուրիշ տարբերակ կա։ Եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ուզում են որպեսզի քաղաքացիական պայմանագիրը եւ այս ընտրություններում եւ 26 թվականին ակնկալվի համապետական ընտրություններում պարտություն կրի, ապա նրանք պիտի մտնեն մի բնակարան եւ իրենց ձեռքով, իրենց բանալիով փակեն դուռը եւ այնտեղից դուրս չգան։ Իսկ ավելի հավանական եւ ավելի ճիշտ տարբերակը, որ մեր ժողովրդի վստահության քվեն ստանա, միանշանակ ես վարչապետին հորդորում եմ օր առաջ նա կարող է առանց որևէ քրեական գործ հարուցելու Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կես ժամվա ընթացքում բանտարկել։ Առանց որևէ քրեական գործ հարուցելու, որովհետեւ այդ մեղքերը եւ այդ հանցանքները հարապատիկ են սկսած բանակից, սկսած Ղարաբաղից, սկսած իրենց հարստանալուց եւ այլն։ Նրանք շահարկում են ամեն ինչ, անսուրբ կերպով, սրբապեղծ կերպով նրանք շահարկում են ամեն ինչ, սկսած արցախցիների խնդիրներից օրավոր խնդիրներից, կենցաղային խնդիրներից, մինչև տեղական ինքնակառավարման ընտրությունները, հիմա ես ասեմ, Գյումրիում նաև լավ ձևով պատտվել է գումար, չգիտեմ մի հոգու են տարել, թե երկու հոգու են տարել, Գյումրիում նաև պատտվել է կաշառք, Գյումրիում տեղի ունեցել նաև բազմաթիվ ընտրախախտումներ։ Եվ այդ հարկավարությունները հենց նույն թեկուզ ասենք դուք պատկերացնում եք գումարի պատտվելը ասում են որ այդպես չի տրվել ընտրակաշառք մեկի հիվանդանոցի հարցն է լուծել մեկի ուսման հարցն է ոչ մի տարբերություն չկա տեսեք ես մի ավելին պիտի ասենք դուք պատկերացնում եք ասենք ամբողջովին քրեական մշակույթ կրողը նույն ես դա համարում եմ նույնիսկ սուտ քրեական մշակույթ կրողը դաշնակցում է կոմունիստական կուսակցության հետ, դաշնակցում է եկեղեցու հետ։ Եվ ընդ որում մեր անկախությունն ու ազատությունը դնում է ոչ թե կասկածի տակ, այլ վերացման վտանգի առջև, նորից կապնվելով ռուսների հետ ներդրումներ բերելով կամ ռուսական զորքերի արկայության եւ այլ։ Եվ մեր եկեղեցին անթակույց ուրախությամբ հրճվանքով իրեն պահում է այնպես կարծեք թե Գյումրիում տեղի է ունեցել, չգիտեմ Հայաստանի, չգիտեմ հայկական ուժերի ներխուժում արևմտյան Հայաստան։ Ամբողջը անթակույց կերպով այս ցինիկ տմարդի ոչ ազգային վերաբերմունքը զգացվում է։ Խնդիրը այն չէ, որ Գյումրիում, եթե լիներ Գյումրիում նորմալ քաղաքակիրթ ձևով ընտրությունները, ապա նույն ձևով ոնց որ ասենք տեղի ունեց, ինչպես որ տեղի ունեցավ Փարաքար համայնքում, ապա նույնն էլ կարելի էր կազմակերպել այնտեղ։ Բայց քանի որ կառավարությունը շատ հարցերում թերացել է, իթիվս այլ հարցերի ես նաև ասեցի, չեմ ուզում նորից անդրադառնամ, դա չինովնիկական պահվածքն է շատերի մոտ։ Տեսեք, հասարակ բան է։
ասենք Վիլեն Գաբրիելյանի պահվածքը լրագրողների հանդեպ։ Դա այդպես պիտի լիներ, որովհետև Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողու հանդեպ համարժեք պատասխան չստացավ իրենց կողմից, եւ Անդրանիկ Քոչարյանի ցինիկ պահվածքը հայոց ցեղասպանության զոհերի ուրացման առումով, ես դեռևս անցյալ տարի եմ ասել, որ սա հերուն գնացող նպատակներ է, եւ կառավարության ղեկավարի այս վերջին անիմաստ խոսակցությունները երևակայական հայրենիքի, իրական հայրենիքի, ես ձեզ 100% ասում եմ, որ այսօրվա կառավարության մեջ կամ չկան կամ կարող են 1-2 հոգի լինել, որոնք պատկերացում կազմեն իրական Հայաստանի մասին, պատմական Հայաստանի մասին, հայոց պատմության մասին եւ այլն։ Տեսեք, տեղին է հիշել մի լավ բան։ Ես մի ընկերոջ, լուսահոգի, հրաշալի ընկերոջ երջանկահիշատակ խոսքն եմ ուզում մեջ բերեմ մի 10-12 տարի առաջ, երբ որ նա ասել է ազգային ժողովում Վահան Հովհաննիսյանը, Դաշնակցության բյուրոյի անդամ եւ ազգային ժողովի փոխնախագահ, որ ասել է դիմելով հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, ասել է, եթե գլխավոր դատախազը չլինի, Սերժը չլինի, Հովիկ Արգամիչը չլինի եւ զանազան մկներ կամ կենթանաբանական այգու ներկայացուցիչներ չլինեն, Շարմազանովը եւ Աշոտյանը եւ մյուսները մի ձայն չեն կարող ունենալ։ Նրանց մուտքերում, շենքի շքամուտքերում եւ ուրեմն դալաններում այնքան կծեծեն, որ նրանք կուշաթափեն։ Եվ այն մեկն էլ կար տխրարչակ եւ ասում էր Վազգեն Խաչիկյանը ինչ վատ բան արել, դե եթե մեռած հոգիները գալիս ձայն են տալիս, ասում էր դե մի հատ էլ թող աշխատավարձ ստանան գնան։ Սարկաստիկ, լամպունային ոճով ասել, բայց փայլուն ասել։ Հիմա էլ նույն ձևի, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, եթե չլինեն կառավարության, ասենք 1-2, շատ չեմ էլ ուզում ասեմ, բարեխիղճ աշխատողներ, ՔԲ կուսակցությունից, այդ 80 քանի պատգամավորներից, քանիսը կվայելեն մեր հասարակության իրական գնահատականը, դրական իմիջի իմաստով։ Ես ուզում եմ ձեզ հարցով դիմեմ, սա ռետորական չէ։ Ինձ թվում է այն հետ համակարծիք եք դուք։ Հասարակության կարծիքն է, որ աշխատողը միայն Նիկոլ Փաշինյանն է։ Ես ձեզ ուրիշ բան եմ ասում, եթե կուսակցություն, որը հենված է ընդամենը մեկ մարդու սկզբունքների, դա հանրության կարծիքն է։ Այո, եւ եթե այսօր, եթե Նավակ Ճոճողը պատասխան է տվել, եթե ոչխարագողությամբ զբաղվող Հովիկ Աղազարյանը պատասխան է տվել կամ ազգային ժողովի օրենսդրական գործունեությունը թողած զբաղվել, չգիտեմ, ԱՊԶ քաղաքապետարանից կորզելով, խնդրելով կամ զբաղվել անասնապահությամբ, ես չգիտեմ, որ մեր երկրում ազգային ժողովից բարձր գործունեություն չկա։ Եվ գիտեք, ամենակարևորը որն է, որ նույնիսկ ՔՊ մոռացել է, որ մեր երկիրը խորհրդարանական երկիր է։ Մեր երկրում օրենսդիր իշխանությունը բարձր է գործադիր իշխանությունից։ Մեր երկրի օրենսդիր իշխանությունն է ձևավորում գործադիր իշխանությունը։ Ես չգիտեմ, մարդիկ առաջնորդում են այդ սկզբունքով թե չէ։ Վերջերս տեղի ունեցավ անհայտ կորածների ծնողների հանդիպումը ազգային ժողովում, որտեղ շատ լարված էր ներկա են գտնվել եւ ԱԱԾ-ի տնօրենը, պաշտպանության փոխնախարարը։ Եվ ես պիտի ասեմ, ի պատիվ Ալեն Սիմոնյանի կարողացավ խուսափել այդ լարվածության կուլմինացիայից եւ նա նույնիսկ չթույլատրեց, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը բերանը բացի։ Եվ շատ ճիշտ արեց։ Գիտեք, ցինիզմը, ամբարտավան ոճը, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Մարդկանց ես ճանաչել եմ ավելի քան 30 տարի, միայն զբաղված են եղել բանսարկությամբ, միայն զբաղված են եղել դավադիր գործարքներով, միայն զբաղված են եղել սեփական կարիերայով, քսնվելով, ուրանալով իրենց համար կարիերա ստեղծած մարդկանց, առաջխաղացումը ապահովված մարդկանց եւ շատ շատերը։ Այսօր էլ մեր քաղաքական դաշտում երկու կողմերից էլ կան այդպիսի մարդիկ։ Իմիջիալոց ես ասեմ, Վահան Հովհաննիսյանի ասածը չի վերաբերում միայն ՔՊ-ին։ Վահան Հովհաննիսյանի ասածը ավելի շատ վերաբերվում է նաև հանրապետականներին եւ
մյուս դաշինքը Քոչարյանի գրպանի կուսակցությունը եւ նրանց, որովհետեւ նրանցից ոչ մեկը ես ձեզ հավաստիացնում եմ 100%-ով եմ հավաստիացնում, որ նրանցից ոչ մեկը, եթե չլներ այդ փողը, եթե չլներ Քոչարյանի ռևանշիստական նկրտումները, ոչ մեկը 100 ձայն համապետական ընտրություններում չեն հավաքի։ Ահա մենք ունենք այն, ինչ որ ստեղծել ենք։ Ինչ են ասում, Ինչ ցանես։ Քամի ցանես, կարկուտ կհնձես, հա։ Այդպեսի մի բան կա։ Այս է պատճառը հետևանքային կապով, քանի ուշ չի, ես չգիտեմ ուշ է թե չէ, որովհետև ասացի գուշակությունները եւ մարգարեությունները դա իմ մասնագիտությունից չեմ զբաղվում, անպայման պիտի ԿՊ-ն քաղաքացիական ներողություն եմ խնդրում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պիտի լուրջ հետևությունների հանգի եւ իր խոստումների առումով եւ կադրային հարցերի առումով եւ մեր ազգային արժեքներին տեր կանգնելու առումով, որովհետև արտաքին քաղաքականության մեջ, եթե մենք ունենք ինչ-որ միտեղ դիվերսիֆիկացված ասեմ, թե չգիտեմ, ժամանակին դա կոչում էր նաև Վարդան Օսկանյանի կոմպլեմենտար ասեմ եւ այլ, ես դա չեմ ուզում ասեմ։ Տարբերակված քաղաքականության մեջ մենք կարող ենք հասնել հաջողությունների միայն մի պայմանով օրեցօր մեր բանակի մարտունակությունը ամրապնդելով եւ ունենալով դիվանագիտության մեջ լուրջ հաջողություններ, սակայն ես պիտի ասեմ, որ այսօր Ալիևը ելնում է մի սկզբունքից։ Նա ամեն օր հաշվում է Նիկոլ Փաշինյանի ատամները եւ Նիկոլ Փաշինյանը անդադ կուլ է գնում Ալիևի սադրիչ հայտարարություններին, հոխորտանքներին։ Ընդ որում արդեն հայտարարում է, որ գնդակը Հայաստանի դաշտում է Գերմանիայի դա այդպես պիտի լիներ, տեսեք, դուք լավ գիտեք, որ ես 4 տարուց ավել անընդհատ շեշտում եմ, կրկնում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը եւ ինքը Ադրբեջանը չի համարվում ներկա պայմաններում պայմանագրաունակ երկիր դեպի խաղաղության հասնող միջազգային չափորոշիչներով չի դավանում այն սկզբունքներին, որը տանում է դեպի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման եւ երկրների սահմանների անվտանգության ապահովմանը։ Իմիջիայլոց ես ասեմ, ես կարծում եմ Արցախի թեմայով հարց կտակ, երևի ես անպայման կասեմ, տեսեք, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը դեռևս չի հասկանում, որ դեռևս սկսած 90 թվականից 1990 թվականից Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության հանդեպ տարածքային ոչ մի պահանջ չի ունեցել։ Խնդիրը եղել է Արցախայությանը եւ այդ կոնֆլիկտը, որը ստեղծվել է, որի հիմքում կա ավելի քան 300 տարվա պատմություն, սկսած 18-րդ դարի կեսերից, այդ կոնֆլիկտը հասել է իր գագաթնակետին 1988 թվականին, բայց դու կանգնես, ասես, որ խաղաղություն բերելու համար մենք պետք է մոռացության տանք Արցախյան շարժումը, դա ես հստակ ասում եմ, մեղմ եմ ասում, դա նրան չի հաջողվելու։ Ինչքան էլ Ազատության հրապարակում հայտնվեն մարդիկ, որոնք փորձեն մեր պետականությունը թուլացնեն, ինչ խոսք այդ էլ կա, փորձեն կրակից մեր անմեղ ժողովրդի ձեռքերով կրակից շագանակներ հանեն, որովհետև նրանք այդ արժի համակարգի կրողները չեն։ Բոլորին կարող են մեկիկ թվարկել։ Մեկի վրա մի քանի 100,000 վարկ կա, չի փակել, մեկի ամուսին եղել է Լևոնի ժամանակ ազգային ժողովի падգամավոր, ստորաքաշ ձևով տարել են օրվա իշխանությունների բոլոր հրահանգները, բոլոր պատվերները, մի տասնյակ հոգի չգիտեմ, ռուսական մինչև այսօր ես Ղարաբաղցիների մեջ ունենալով մի քանի հազար ընկերներ, իրենց երեսին ասում եմ, ամոթ ձեզ, որ ռուսական ստրկահաճո բարքեր եք դավանում։ Եվ այսօր շարունակում են նույն ձևի։ Եվ դա նրանց չի հաջողվելու։ Գիտեք, այդքանը դաշ չեղավ, որ տեսնեն մեր երկրում ինչ է կատարում։ Այդքանը դաշ չեղավ, որ չհամոզվեն, որ երկու ճակերտավոր չընտրված նախագահներ եւ բանակի, եւ բյուջեի ամբողջ գումարները կամուն տվեցին եւ այսօր կառավարությունից պահանջում են այդ գումարները, կարծում եմ այդ հարցին ես կանդրադառնամ, իհարկե այդ 40-10 եւ այլ սոցիալական խնդիրներ դա ամենևին չի թեթևացնում կառավարության պատասխանատվությունը։ Եվ դրա մասին կարծում եմ մենք կխոսենք։ Պարոն Սաֆարյան, քանի որ զանգ ունենք, լսենք մեր հերոստատիտողին, որից հետո ես կշարունակեմ իմ հարցերը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։
Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ պարոն Սաֆարյան, ողջունում ձեզ նոյանտապանի եթերում, նախ Տիկին հաղորդավորի կուզենայի մի դիտարկում անել, որոշ զանգարողներ նկատել եմ զանգարում են եւ եթերով մեղադրում այս կամ այն հերոստատիտողին ադրբեջանցի լինելու մեջ Այո, ասեմ պարզապես այդ մարդկանց առողջության համար, որպեսզի սրտի կաթված չստանա, որտեղ այդպես է թվում, ես չգիտեմ որևէ հերոստատիտող, որը ադրբեջանցի է, բոլորին ինչքանով գիտեմ հայերեն, այդ գաղափարը, որ եթե կարծիք է հայտնում ադրբեջանցի է, ցավոք տարածված է որոշ շրջանակներում, դա պարզապես գիտություն է, եւ նոյանտապանը պետք է ինչ-որ մեկը ասի այդ մարդկանց, նոյանտապանի իրավունք ունի լսելու ում ուզենա Եվ դա նրանց իրավունքը չէ, եւ նոյանտապանը նաեւ պետք է հասկացնի այդ մարդկանց, որ նրանք չեն կարող պարզապես անգարել, այո։ Եվ պարոն Սաֆարյան, անցնելով Գյումրու ընտրություններին, ես ուզում եի ձեզ եւ Կոմկուսի հաղթանակի հետ կապված այսի հարցերի ունենալու ձեր կարծիքը ես քաջազանոթ եմ մեր պատմությանը եւ կարծեք պատմությունը կրկնում է 100 տարի առաջ արևմուտքը մեզնից երես տեկեց եւ մենք մեզնից միգուցե անկախ կամ մեզ որոշ մասնակցությամբ անցանք Ռուսաստանի կողմը այսինքն Կոմկուսի բոլշևիկների կողմը ես պատմել եմ նոյանտապանում Վիլսոնի այդ հայտնի նամակի մասին 2 ամիս իրավաճառությունից հետո երբ նա փաստորեն երես է թեքում Հայաստանից Լավ, ձեր հարցը խնդրում եմ որ հասնենք պատասխանել ժամանակը քիչ է Գյումրիում հաղթեց Կոմկուսը, այսինքն շահվեց, բայց երկրորդ տեղ բանարեց։ Չեք կարծում, որ սա մեծ վտանգ է Հայաստանի համար, որտեղ եթե հաջորդ տարի ենթադրենք նման ձևով հայ ժողովուրդը կամ ընտրողները իրանց դրսևորեն եւ եթե Կոմկուսին ենթադրենք տան որոշ ձայներ, ես ասում ես ապրել եմ 30 տարի ԱՄՆ-ում եւ ԱՄՆ-ում օրինակ ալերգիա ունեն Կոմկուսից, Եվրոպայում նույնպես ես համոզված եմ։ Աշխարհին ինչ մեսեջ են ուղարկելու, պարզապես աշխարհը երես կթեքի Հայաստանից, այն դեպքում եւ Եվրոպան է այսօր օգնում Հայաստանի պահպանելու իր սահմանները, արևմուտքն է օգնում եւ ոչ Ռուսաստանը։ Ձեր կարծիքով արդյոք եւ սա նաեւ ուղերձ է հայ ժողովրդին Հայաստանի հասարակությանը, որ եթե դուք նման ձևով ընտրություն կատարեք, ապա աշխարհը կարող է երես տեկել ձեզանից։ Ինչ կարծիք եք դուք, պարոն Սաֆարյան։ Շնորհակալ եմ զանգի համար։ Շատ կարճ պատասխանեմ, եթե Գյումրիում դառնում է Վարդան Ղուկասյանը համանքի ղեկավար, քաղաքապետ, դա կլինի կործանարար գյումրեցիների համար առաջերտին։ Դա չի լինի իհարկե կոմունիստական կուսակցության ռեանիմացիա, վերակենդանացում, դա բացառվում է, որովհետև ասենք կրիմինալը օգտագործել է կաշառքով, առաջադրվել է թեկնածու։ Հայաստանի Հանրապետությունում կոմունիստների վերադարձի քամբեքի նախադրյալներ չկան։ Ինչ խոսք 20-րդ դարի 20-ական թվականներին մեր ժողովուրդը գնաց այդ ճանապարհով չընտրելով Սարդայապատը, ընտրեց Կարսի եւ Մոսկվայի ստորացուցիչ պայմանագրերը։ Ամբողջ խնդիրը սա է, եւ ես պիտի ասեմ, որ եւ Վարդան Ղուկասյանի, եւ Մարտուն Գրիգորյանի, եւ Ռուբեն Մխիթարյանի, եւ այն դե տալենտրանքը բանը այդ Սուրեն Սուրենյանի կուսակցությունը դες լուրջ չեմ համարում, դրանց թիկունքում կանգնած են հակապետական ուժեր, որոնք ուղղորդվում են օտար երկրների կողմից եւ որոնց թիկունքում կանգնած են բացարձակ կերպով հայտարարում եմ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Կոմունիստական կուսակցությունը ունի կորցանարար մոտեցում մեր պետականության հանդեպ, այլ բան չեմ ուզում ասել։ Գյումրու ընտրություններին պետք է հետևենք փաստորեն զարգացումներին, Ես ասացի, որ կա երկու տարբերակ կամ ինքնուրույն կերպով գնալու են Ավագանին ընտրությունների, որտեղ հաղթելու է Սարիկ Մինասյանը, կամ 1-2 անգամ Ավագանին իր կողմից չի կարողանալու համանքի ղեկավար ընտրվի եւ առաջադրվի եւ տեղի ունենալու նոր ընտրություններ լուծարվելու է Ավագանին եւ կառավարությունը նշանակելու է համանքի ղեկավարի պարտականությունները կատարող մինչև նոր ընտրությունները։ Այլ տարբերակ ես չեմ պատկերացնում, որովհետեւ չեմ կարծում թե Մարտուն Գրիգորյանի անցյալը եւ նրա մոտեցումը այս կլանները միմյանց հանդեպ չեմ կարծում թե կգնան այնպիսի խաղաղ ճանապարհով, գիտեք, Գյումրին ղեկավարելը
Վարդան Ղուկասյանը համարում է եւ ինչ է նշանակում Վարդան Ղուկասյանի հաղթանակ 20% դա հաղթանակ չի եթե վերցնում ես 18-19% ընդհանուր Գյումրվա բնակչության 10% է 9-ից 10% է եւ ինչ է նշանակում Վարդան Ղուկասյանի կողմից ես ինքը այդ ես արկել եմ ես աշխատատեղեր եւ մեր եկեղեցու կողմից այդ ամենը համարվում է որպես ասենց անգլերեն մի տերմին կա որը կոչվում է divine right աստվածային իրավունք դա է ձեր աստվածային իրավունքը դա է ձեր ոնց որ ասենք Ղարաբաղի հետ կապված ցանկացած խոսակցություն երբ որ ակնահաճո եւ ունկահաճո չէր լինում Քոչարյանի եւ Սերժին դրանք համարում են դավաճաններ, որովհետեւ իրանց համար Ղարաբաղի կառավարումը եւ Թալանից օգտվելը համարվում էր դարձյալ անգլերեն ասեմ կոչվում էր night of first right, առաջին գիշերվա իրավունք։ Եվ մենք հասանք այսօրվան։ Հետևենք զարգացումներին, ինչ կտեղի կունենա եւ անցնենք փաստորեն Արցախահայություն անհանգիստ է ապրիլի 1-ից 40 գումարած 10 այդ օգնությունները փաստորեն կառավարությունը որոշեց կրճատել եւ Նարեկ Մկրտչյանը պարզ ասաց, որ նրանք էլ պետք է Հայաստանի Հանրապետության ժողովրդի նման աշխատեն, ստեղծեն, մի խոսքով կան ծրագրեր ներգրավեն եւ այլն եւ 2 շաբաթ ժամանակ են տվել մենք գիտենք որ օպերայի բակում փաստորեն նստացույց եւ նրանք իրենց բոլոր այդ պայմանները ներկայացրել են կառավարությանը եւ 2 շաբաթ ժամանակ են տվել Պարոն Սաֆարյան Արդյոք Նիկոլ Փաշինյանը չէր հասկանում, որ Արցախահայությանը այդպես վերաբերվելու դեպքում նրանց կարողանալու է հանել իր դեմ։ Լեոնին համամիտեմ Արցախահայության առաջ քաշած պահանջներին։ Պահանջները արդարացի են։ Ես ճիշտն ասած չեմ կարող ասել, որ Նարեկ Մկրտչյանը նախարարը այդ խոսքը ասել է կշռադատված կերպով, որովհետև գիտեք ինչ կա, աշխատանքն էլ համարվում է մարդու իրավունք, բայց աշխատելու համար պիտի նաև Արցախահայերի համար ստեղծել արտոնյալ պայմաններ աշխատանքի համար, թեկուզ մի քանի տարի ուսման վարձերի փոխհատուցում, առողջապահական խնդիրների լուծում, բնակարանային, հարկային պարտավորությունների թեթևացում եւ սա պիտի լինի համալիր ծրագիր, սակայն ես համոզված չեմ, որ այսօրվա կառավարության մեջ կան մարդիկ, որոնք այսքանը գիտակցում են։ Եվ որպես եւ որպես քաղաքացի, եւ որպես պետական գործիչներ եւ այլ։ Կան մարդիկ, որոնք նաեւ գիտակցում են ինչ խոսք։ Դրա մասին երկու կարծիք լինել չի կարող։ Հատկապես բնակարանաշինարարության հետ կապված ես գիտեմ նախարարներ, որոնք շատ փայլուն կերպով կառավարության փակ նիստերում նախարարների ինչ են ասում կոմիտեի նիստերի ժամանակ բարձրացրել են շատ ցավոտ հարցեր եւ ասել են ավելի լավ։ Ընդ որում համայնքը պահպանել են ուզում արցախցիները։ Այո, ավելի լավ անպայման այդ համայնքը, որովհետեւ ասում եմ Արցախը մեր ժողովրդի վերջին գենոդարանն է։ Ես դա ասում եմ որպես աքսիոմատիկ դրույթ։ Գալու հանրահավաքին գիտեք այդ պորտկումը պիտի լիներ տեսեք 3 տարի առաջ նույն Սամվել Բաբայանը նույն շատերը չգիտեմ նույն Եվլախ մեկնողները չէ գնում էին որպեսզի ինչ անեին համակերպեին որպեսզի Արցախը եւ Արցախի բնակչությունը մնար Ադրբեջանի կազմում այսինքն Արցախը եւ Ադրբեջան եւ Արցախի բնակչությունը Ադրբեջանի կազմում մնալը դա նույն բանն է այն ինչ որ մեր ներկայացուցիչների հետ կատարվում է Բաքվում դատավարության տեսքով ոչ ավել ոչ պակաս նույն բան 120,000 գերիներ է ունենալու Ադրբեջանը ռազմաքաղաքական եւ բոլորին կանչելու է դատի եւ բոլորին լիովին ունեզրկելու է Այդ օպերացիան հատուկ օպերացիան, որը կոչվում էր տերորիստների դեմ պայքարի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման ուղղված ահաբեկչական գործողություն Հայաստանի Հանրապետությունը նայեց ուշի եւ ոչ մի քայլ չձեռնարկեց։ Ինչու համար նախ Արցախում տեղի ունեցավ դավադրություն պետական հեղաշրջում Սամվել Շահրամանյանի իշխանության գալը ես համարում եմ պետական դավադրության, պետական իշխանության կողմից պետական իշխանությունը լուծարելու դավադիր կերպով այդ գործարքը սինիստր փլոտը եւ դրանք կատարեցին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի շատ Ռոբերտ Քոչարյանը,
որովհետև նրանք ամեն օր կապի մեջ էին Բակո Սահակյանի հետ, Արկադի Ղուկասյանի հետ, էլի տարբեր մարդկանց հետ չեմ ուզում ասեմ։ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ես իմ դստեր հետ գտնվում եմ Ստեփանակերտում։ Փակվեց ճանապարհը 3-ի առավոտյան։ Մենք 4-ին վերադարձանք, մի քանի ժամով փակվեց։ Կարծեմ էկոլոգների, չէ, բնապահպանների եւ այլը առաջ քաշած թեզերը դրոմբոնի, կաշենի, հանքերի շահագործումը, շրջակա միջավայրի աղտոտվածության առումով շատ մեծ բեռ է եւ այլը։ Ես այն ժամանակ առաջ քաշեցի մի քանի խնդիրներ, որը արժանության չգտավ ոչ մի տեղ պետական ղեկավարման մարմիններում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ընդմիշտ փակվեց այդ ճանապարհը։ Եվ ինչ եք կարծում։ Եթե ասում են ծուռ նստենք, շիտակ զրուցենք, ինչ եք կարծում։ Բա այդ բանակը այլևս ինչեր գոյատևում այնտեղ։ Այդ բանակը ինչ որ մի քանի 100 միլիարդ դրամ աշխատավարձ ստանում։ Եթե նա չէր կարող իրականացնել ճանապարհի անվտանգ երթևեկությունը, որը որ հաստատված էր նոյեմբերի 9-ի տխրահարճակ եռակողմ հայտարարությամբ։ Եվ պիտի հրավիրեր եւ ռուսների ուշադրությունը Արցախի ղեկավարություն եւ Հայաստանի ղեկավարություն եւ ադրբեջանցիների ղեկավարությունը։ Այսքանից հետո հիմա ես պիտի ասեմ հետեւյալը. Կամո Վարդանյանը լինելով պաշտպանության բանակի հրամանատար եւ Արցախի պաշտպանության նախարար, ես պիտի ասեմ քարքարի վրա Արցախի բանակում չի դրել։ Բացի աշխատավարձ ստանալուց, բացի օգտվելուց արտոնյալ պայմաններից եւ նրան հետ հավասարապես այս պատասխանատվությունը կրում է Արցախի բանակի բարձրագույն հրամկազմը եւ նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Գիտեք, ես ասել եմ, մի անգամ էլ ես պիտի ասեմ ձեզ։ Իմ հարաբերությունները հարթ եւ համերաշխ եւ խաղաղ չեն եղել Սամվել Բաբայանի հետ բացառությամբ մի քանի ամսից 96 թվականից։ Քանի որ ես լավ եմ ճանաչում այդ մարդու եւ որակները, մարդկային եւ բնավորության գծերը, բայց ես չեմ ուզենա այդ դաշտից խոսամ։ Բայց ես պիտի ասեմ, որ ուղիղ 35 տարի շփվելով հայ զինվորականության հետ եւ Հայաստանում եւ Ղարաբաղում եւ ամենուր, իր անկոտրում բնավորությամբ, իր բանակը ղեկավարելու իր ջիղով, ներքին տաղանդով եւ այլը, նույնիսկ ամոթել է որևէ մեկին համեմատենք Սամվել Բաբայանի հետ։ Ես չեմ ուզում իրեն գովաբանեմ, ասեմ դատապետեմ, բայց ես պիտի ասեմ մեր բանակին պետք են առաջին հերթին կամային զինվորականներ։ Մեր եւ իմիջիալոց ես պիտի ասեմ Սամվել Բաբայանը շատ լավ գլուխ էր հանում, շատ լավ պատկերացում ուներ եւ օպերատիվ գործողություններից եւ ռազմատեխնիկական վերազինումից եւ հետևակից եւ շարային զորքերից եւ հատուկ ծառայություններից եւ այլը։ Այլ հարց է, որ ասենք ես չեմ ուզում այս պահին քննարկեմ նրա մարդկային որակները կամ նրա գրագիտությունը կամ նրա էրուդիցիայի աստիճանը եւ այլը։ Բայց դե գիտեք, ես մի բան ասեմ, պատմության մեջ քամբեկներ շատերին չի հաջողվում։ Չգիտեմ դա ինչու է այդպես, եթե Նապոլեոնին հաջողվել է, ապա դա ընդամենը տևել է 100 օր։ Հիմա դարձան խոսում են Գյումրի ընտրություններից, ես պիտի ասեմ, եթե Վարդան Ղուկասյանը դա համարվում է որպես տրիումֆալ, չէ, հաղթական վերադարձ, comeback, չէ, Նապոլեոնի պես, դա եւ ես պիտի ասեմ, որ ճտերը աշնանն են հաշում, դա էլ նրան չի հաջողվելու։ Նույնն էլ գալով այստեղ, շատերին չի հաջողվելու։ Ինչու համար պիտի Հայաստանի Հանրապետությունը ակնդետ ուշադրությամբ հետևի արցախցիներին։ Արցախցիներին ընթരാճ գնա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։ Պարտադիր առաջերտին պահպանելու Արցախյան գենոֆոնդը, գենոդարանը։ Երկրորդը պիտի ստեղծի համայնքներ, թեկուզ մի քանի հազար բնակչության, որտեղ արցախցիները իրար հետ կարողանան իրենց ավանդույթներով, իրենց կենցաղով, իրենց ուրեմն դավանանքով, իրենց տասնամյակների ընտանեկան սովորություններով շփվեն եւ ունենան այդ աշխատատեղերը։ Այդ 40-10 կներեք արտահայտությանս, այդ 40-10 հազարը, հա, հիմա ես իմ հարցս ուզում եմ ուղղեմ Նարեկ Մկրտչյանին եւ ակնկալում եմ նաեւ պատասխան, ինչքան էլ ես իրեն հարգեմ։ Ինչ եք կարծում, այդ 40-10 փոշիանում է, թե մենք պահպանում ենք մեր ժողովրդի մի մեծ հատվածին։
թե մենք շարունակում ենք բնակարանությունը, թե այս ժողովուրդը հետագայում մենք ափսոսալու ենք։ Այս 40-10-ն է փոշիացել, թե անիվ ծրագրով 25 միլիարդ դրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը եղել է Տիգրան Ավինյանը, եւ կարծեմ հիմա էլ քրեական գործ են հարուցում։ Իսկ ինչու պիտի հարուցվի, իսկ ինչու պիտի չհարուցվի, իսկ ինչու պիտի չհարուցվի, եթե նրա ոչ պակաս տխրահարչակ հայրը, ինչ տարբերություն, Անդրանիկ Քոչարյան, Վիլեն Գաբրելյան, քաղաքապետի հայր, էլի մարդիկ, որոնք ի վիճակի են այդպիսի ցինիկ կերպով, չէ ասել համբալներ, չէ կարծեմ ինչ-որ այդպիսի մի օպելի վարորդներ, հա եւ այլ։ Ամբողջ խնդիրը սա է, ասում եմ ձեր աչքի գերանը բանը չեք տեսնում, խալխի բանը դիմացինի աչքի փուշն եք տեսնում, անպայման Հայաստանի կառավարությունը մինչև վերջ պիտի հետամուտ լինի, արտարադատությունը պիտի չլինի էլեկտիվ կերպով ընտրովի, եւ այդ 40-10 առազրակ պիտի չքննարկվի։ Ես պիտի իմիջիալոց ողջունեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը 23 թվականի սեպտեմբերին արտագաղթի հետևանքով այստեղ հանգրվանած Արցախի ժողովրդի հանդեպ մի քանի ամսվա մոտեցումը, որը հիրավի դրվատանքի է արժանի, սակայն ես հիմա էլ զանազան ասեկոսներ եմ լսում, որ ասում են կառավարության նիստերում կան անթակույց նեղ շրջանակում վարչապետը ասել է գնացեք թալանած գեներալներին ասեք, թե թալանի մասին հայտարարություն է տալիս, առաջինը պիտի կառավարությունը զբաղվի եւ իր ապահ մարմինները պիտի զբաղվեն։ Հիմա էլ նախկին շտաբի պետի դեմ է 4 միլիարդ 300 միլիոնի եւ այդ բոլորի հիմքում կան իհարկե օբյեկտիվ պատճառներ, անպայման այդ թալանի երևույթները կան, բայց ես ասում եմ մեր ժողովրդի 120,000 ժողովրդին մատնել անուշադրության խնդիրների վերաբերվել մատների արանքով դա առաջ է բերելու մեծ, այսպես ասած, տագնապ, առաջ է բերելու մեծ անհանգստություն, մեղմ եմ ասում, առաջի հերթին կառավարության համար։ Առավել ևս, որ սարերի հետևում չի 2026 թվականի համապետական ընտրությունները։ Տեսեք, պարոն Սաֆարյան, դուք ասում եք Փարաքարում 2 ամիս առաջ այդ տագնապը զգացել են եւ ոչինչ չարեցին, արդյունքում այնտեղ չանցան։ Հիմա այս տագնապը կա, արցախցիները ոչ թե կուլիսների ետևում են այս բողոքներն անում կամ իրենց տներում, բացահայտ դուրս են եկել փողոց։ Եվ նրանց պետք չէ համախմբել, նրանց պետք չէ առաջնորդնել։ Իրենք իրենց միջից ունեն այդ առաջնորդները։ Միանշանակ կառավարությունը կամ պատկան մարմինները կամ իրավասու մարմինները պետք է առաջնորդվեն մի սկզբունքով։ Այդ հանրահավաքի մասնակիցների ներսից ընտրեն մարդիկ, որոնց հետ աշխատեն։ Պետք չի ոչ Արցախի ներկայացություն, պետք չեն ոչ գեներալներ, որտեղ տեսան գեներալները, բացի ամեն ինչով զբաղվել են բացի բանակից։ Ամեն ինչով Արցախի գեներալիտետը, ես ձեզ ասում եմ, ամեն ինչով զբաղվել են բացի բանակից։ Ինչով ասեք, անբարոյականությամբ, կաշառքով, ամեն ինչով բացի եւ պիտի ընտրեն մարդկանց, որոնք թեկուզ թող ընտրեն 50 մարդկանց, որոնք բարձրաձայնում են այդ հարցերը, կլինեն մտավորականներ, կլինեն բժիշկներ, կլինեն որակյալ բանվորներ, կլինեն զինվորականներ, կլինեն, չգիտեմ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, կլինեն, չգիտեմ, ոստիկաններ, կլինեն որակյալ բանվորներ եւ այս հարցերը պիտի անպայման առաջ տարվի։ Այո, սա լուրջ թեմա է լինելու, սա լուրջ խորխորատ է դառնալու Հայաստանի կառավարության համար։ Ասում եմ, մեր ժողովրդին օգտագործելու են, Արցախայությանը օգտագործելու են, կառավարությանը Արցախն են շահարկում, իսկ Գյումրիին Արցախայությանը ուզում եմ կոչել սթափության։ Հայաստանի կառավարությանը եւս ուզում եմ կոչել սթափության։ Օր առաջ կատարեք ձեր քայլը։ Այո, Արցախահայերը ճիշտ են ասում, գդակը Հայաստանի Հանրապետության կառավարության դաշտում է։ Արցախահայերը վերադառնալով այստեղ, հիմա ես չեմ ուզում անդրադառնամ այլ հարցի, որ ինչու չեն կռվել, ինչու չեն պաշտպանվել, դրա մեջ կա ճշմարտություն եւ ես 100%-ով ստորագրում եմ դրա տակը։ Կան որքանով են կռվել, այո, կենաց մահու բաներ կարող է լրիվ կոտորվեն, եթե Արցախահայերը չեն ընդունել ադրբեջանական լուծը, ապա ձեռք են բերել մի մեծ իրավունք միջազգային առումով,
տուն վերադարձի իրավունքը եւ հազարամյակներով իրենց բնորաններում ապրելու իրավունքը վերստին ձեռք են բերել եւ որոնք չեն կարողանում ժխտեն, մերժեն նույնիսկ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը մեծ պետությունները տեսակ նույն Գերմանիայի կանցլերը եկավ այստեղ եւ ինչքան փայլուն իրեն պահեց չնայած Ադրբեջանում գնաց բայց նա արդեն ոնց են ասում արդեն արած է ամբողջը սա է մենք ունենք արցախայության վերադարձի անկախտելի իրավունք դա անպայման պիտի իր տեղը գրավի միջազգային հարթակներում սակայն ես մի բան ասեմ եթե մենք այսօր պիտի հրաժարվենք մեր պատմական հայրենիքից եթե մենք այսօր պիտի հրաժարվենք ցեղասպանությունից եթե մենք այսօր պիտի ցեղասպանությունից մենք չենք էլ կարող հրաժարվել եթե ուզենանք էլ եթե մենք պիտի հրաժարվենք շատ հարցերից ապա ես ինչպես ասում եմ Ալիևը առաջ է քաշելու նոր հոխորտանքներ նա իր ախորժակը գնալով ավելի է գրգռում որովհետև ասացի որ ամեն օր Ալիևը հաշվում է Հայաստանի կառավարության ղեկավարի ատամները Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան այսօրվա հաղորդման համար հարգելի հայրենակիցներ այսօր այսքանով ավարտում ենք հետևեք զարգացումներին եւ նշեմ որ մեր ուղիղ եթերները կարող եք նայել նաեւ մեր Patreon-ում QR կոդը էկրանի վրա դրված է այնպես որ հետևենք բոլորը զարգացումներին մնացեք խաղաղությամբ